Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք Իրանագետ Արմեն Վարդանյանի հետ։ Ողջույն, պարոն Վարդանյան։ Բարև Ժիրայր։ Եվ այսպես, ընդհանուր ձեզանից խնդրում եմ իրավիճակի վերլուծություն, թե ինչ է կատարվում Իսրայելի եւ Իրանի միջև։ Իսրայելական գործողություններին ի պատասխան Իրանը եւս հարյուրավոր հրթիռներ արձակեց եւ տելեգրամյան ալիքները հեղեղված են, որ այդ հրթիռները հասել են իրենց թիրախներին եւ այլն, իրանական ալիքներն են տոնում, խոսում դրա մասին, բայց շատ կարեւոր նաեւ գուցե այստեղ նրբություններ կան, հա։ Մի այլ բան է, երբ դու ինչ որ շենքի ես կարողանում հարվածել, մեկ այլ բան է, երբ հարվածում են քո ռազմավարական նշանակության օբյեկտներին, դրան շարքից հանում եւ ֆիզիկապես ոչնչացնում նաեւ քո զինվորական վերնախավի մի մասին, համեցեք։ Այո, ճիշտ նկատեցիք, այս պահին Իրանը պատասխանարված է հասցրել Իսրայելին, բայց դա ընդհանուր առմամբ չի կարելի համարժեք համարել։ Իսրայելի կողմից ավելի մեծ վնաս է հասցվել Իրանին, չնայած իհարկե Իրանն էլ մեծ ավերածություններ է գործել Իսրայելի տարածքում, բայց նաև խոսում է որոշ ռազմավարական թիրախներին հարվածելու մասին, դեռևս խոսում է Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի շենքերին հարվածելու մասին, երկու ռազմական օդանավականին հարվածելու մասին եւ այլն։ Դրանց մի մասը Իսրայելը հաստատում է, մի մասը ոչ, բայց իհարկե սա շատ այսպես ցավալի իրադարձություն է, եթե այսպես նայենք, երկու խոշոր ռազմական պետություն, որոնք միմյանցից 2000 կիլոմետր հեռու, որովե տարածքային խնդիր միմյանց հետ չունեն, ինչպես սովորաբար լինում է այսպիսի կոնֆլիկտներում, եւ երբ որ նայում ես լուրջ կոնֆլիկտ, լուրջ պատճառ չկա նրանց միջև կոնֆլիկտ լինելու։ Ընդհանրապես Իրանը եւ Իսրայելը միջև 1979 թվականի հեղափոխությունը դաշնակիցներ են եղել։ Այսպես շատ լուրջ գործընկերություն են ունեցել եւ դրանց հետո Իրանում իսլամական հեղափոխությունը եղավ եւ եկան նոր մարդիկ, կրոնական մարդիկ, որոնք որ այլ գաղափարախոսությունների կրող են եւ դրանց հետո այդ բարեկամությունը, գործընկերությունը, դաշնակցությունը վերածվեց թշնամության։ Բառի բուն իմաստով ատում են միմյանց Իրանը եւ Իսրայելը, գոնե ղեկավարության մակարդակով, ժողովուրդների մասով չեմ կարող ասել, բայց ինչից եղավ այս ամենը։ Ես կարծում եմ, որ Իսրայելը եւ ԱՄՆ-ը սխալ հաշվարկներ են արել։ Ինչու՞, որովհետեւ 2015 թվականին, երբ որ կնքվեց միջուկային գործարքը, այդ գործարքով Իրանի այսպես միջուկային օբյեկտները խիստ վերահսկողության տակ էին գտնվում։ Իրանի միջուկային ծրագիրը խիստ վերահսկողության տակ էր գտնվում ՄԱԳԱՏ-ի վերահսկողության ներքո էր։ Եվ այն ժամանակ ամերիկյան շատ այսպես establishment-ի շատ ներկայացուցիչներ ասում են, այսպես Իրանը ավելի կանխատեսելի կլինի։ Եվ իրոք այդպես էլ կար իմ կարծիքով։ Հետո եկավ Թրամփը եւ մի խելագարը, մյուս խելագարի հետ Նաթանյահուի հետ որոշեցին, որ պետք չի այդ գործարքը, որոշեցին Իրանին անկյուն մղել, դուրս եկավ Թրամփը միջուկային համաձայնագրից, եւ որից հետո Իրանը գնաց իր միջուկային կարողությունների ավելացմանը։ Գիտենք, ուրանը երբ որ միջուկային համաձայնագրով 5%-ից ավել չպետք է ուրանը հարստացվի։ Մինչև 5%-ը դա կարող է արդյունաբերական նպատակներով օգտագործես։ 60%-ից ավել է արդեն երբ որ ուրանը հարստացնում են, արդեն դա բավարար է միջուկային զենք ստեղծելու համար։ Դրանից հետո արդեն Իրանը մոտեցավ այդ քրիտիկական կետի եւ ես վերջերս էլ Պենտագոնում լսումներ, ներկայացների պալատում լսումներ էին ԱՄՆ-ի։ Պենտագոնի ղեկավարն ասաց, որ 9-10 միջուկային մարտագլխիկ ստեղծելու հնարավորություն ունի Իրանը։ Այսինքն այն ժամանակ ավելի կանխատեսելի եւ վերահսկելի էր Իրանը, քան այն բանից հետո, երբ որ միջուկային գործարքից ԱՄՆ-ն դուրս եկավ, ընդ որում Իսրայելն էլ էր, Նաթանյահուն էլ էր Թրամփին կոչանում, մաղում որ դուրս գա այդ միջուկային համաձայնագրից։ Հիմա այո, կարծես թե որոշ ռազմավարական օբյեկտներ շարքից դուրս են արել, բայց ես վստահ չեմ, որ ամբողջովին կարող են կասեցնել Իրանի միջուկային ծրագիրը, որովհետև դրանց մեծ մասը գետնի տակ է այդ շինությունների, օբյեկտների Իրանում իհարկե այդ ամենը կանխատեսել էին եւ հիմնական հզորությունները գետնի տակ է, որը որ շարքից անել չափազանց դժվար է։ Նույնիսկ Իսրայելը չգիտեմ այդպիսի կարողություններ ունի, թե չէ, ԱՄՆ-ն ունի, ինչ-որ ասում են, որ մինչև 9 տոննանոց ռուբեր, իհարկե դա անհրաժեշտության դեպքում նաև կտա Իսրայելին, բայց ամեն դեպքում եկեք այսպես
հասկանանք, որ Իրանի միջուկային ծրագիրը սրանով չի ոչնչացում ամբողջովին։ Իրան ունի կարողություններ եւ իմ կարծիքով ինչ որ մի փուլում նույնիսկ գնալու է միջուկային զենքի ստեղծման։ Պարոն Վարդանյան, նպատակներից մեկը կարող է լինել Իրանում ներքին քաոս, խժդժություններ, հակակառավարական տրամադրություններ հրահրելը, որովհետև մենք տեսանք Նեթանյահուն Իրանի ժողովրդին կոչ էր անում դուրս գալ փողոց, եւ ես հանդիպեցի դիտարկումների, որ դա վատագույն սցենարներից մեկն է, որը ընդհանուր կարող է բերել Իրանում իշխանափոխության, ռեպրեսիաների, ընդհանուր խոսում էին անջատողականության տրամադրությունների մասին, հիշում Թուրքիային, Ադրբեջանին կամ ավելի շուտ Իրանի թուրքախոս, այսպես ընդհանրական ասած, հա, տարածքները եւ այլն։ Իհարկե դա էլ է միշտ եղել նպատակ Իսրայելի եւ ԱՄՆ-ի համար, որովհետեւ Իրանին դրսից ոչնչացնելը, այդ ռեժիմի վերացնելը չափազանց դժվար է, գրեթե անհնարին։ Բայց այդ ռեժիմը նաև ունի շատ ուժեղ ռեպրեսիվ ապարատ։ Մի քանի 100,000, ասենք, տեսեք, ոստիկանական ուժեր կան դե իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որը մոտ 125,000 մարդ է, եւ դա նաև անհրաժեշտության դեպքում նաև ներքին ընդվզումները ճնշելու համար են օգտագործում։ Այդտեղ կան այլ ստորաբաժանումներ, Բասիջը, Ղոդսը եւ այլն, որոնք որ այսպես ցույցերի ժամանակ միշտ օգտագործում են բնակչության ընդվզումները ճնշելու համար։ Ներսից, եթե խոսենք բուն ղեկավարություն ներսից այսպես քանդելու մասին, դրան նույնպես նախանշաններ չկա։ Կարծես թե միասնական են մանավանդ այս վերջին իրադարձություններից հետո, եւ ես վստահ չեմ, որ դա էլ կհաջողվի Իսրայելին, դա չափազանց բարդ է, ժողովուրդն էլ իհարկե հիասթափված է, շատերը նեղված են, չեն սիրում իշխանություններին, բայց չունեն այդ ուժը, չունեն այդ կարողությունները, ելի եմ նշում, Իրանը բավականին ուժեղ ռեպրեսիվ ապարատ ունի, շատ ուժեղ, ընդ որում, այսպես եթե որ տենում բողոքի ցույցերը մի քիչ, այսպես դուրս են գալի վերահսկողությունից, սկսում են շատ կոշտ արմատական միջոցների դիմել, ընդհանուր միջև մարդկանց առավանգել, ծեծի ենթարկել, շատ կոշտ միջոցների են դիմում, մի խոսքով, եւ դա էլ իհարկե չափազանց բարդ է։ Իսկ ինչ է կանխատեսում, ինչպես կզարգանա այս պատերազմը։ Կարծում եմ կկանգնեցվի, ինչպես որ նախորդ տարի եղավ, այն ժամանակ էլ Իսրայելը հարվածեց Իրանին, Իրանը պատասխան հարված հասցրեց եւ ԱՄՆ-ն վերցրեց իր ձեռքը այս կոնֆլիկտի մենեջմենտ իրականացրեց եւ կողմերին ստիպեց, որ դադարեցնեն այս գործողությունները։ Այս անգամ էլ դա այդպես կլինի իմ կարծիքով, որովհետեւ ամեն դեպքում այդ երկու կողմերին էլ չի ձեռ տալի երկարատև ռազմական գործողությունը։ Տեսեք, մեկ օրվա մեջ Իսրայելում ինչքան ավերվածություններ եղան, կորուստները տասնյակ, եթե ոչ հարյուր միլիոնների մասին է։ Նույնը նաև Իրանն է։ Երկարատև պատերազմը նրանց երկուսի օգտին չի, նրանց շահերից չի բխում եւ ինչ որ մի փուլում կարծում եմ ԱՄՆ-ի միջնորդությամբ կողմերը կդադարեցնեն փոխադարձ հարվածները, իհարկե թշնամանքը կոնֆլիկտը չի դադարեցվի, բայց փոխադարձ հարվածները կդադարեցվեն։ Կարծում եմ դա երկար չտևի մի քանի օր։ Բանակցությունների 5 փուլ էին անցել, 6-րդ փուլը պիտի տեղի ունենար եւ այսպիսի իրադարձությունների զարգացում է լինում։ Իրանական կողմը ասում է, որ ինքը այլևս չի բանակցելու, հա։ Սա իր հետ ինչ ռիսկեր է բերում, ինչ հետագա զարգացումներ է բերում կամ արդյոք հնարավոր է էլի այդ բանակցությունների ռեստարտը։ Կարծում եմ բանակցությունները այնուամենայնիվ կլինեն, որովհետև Իրանին էլ է ձեռ տալի, որ միջուկային գործարքը լինի։ Չնայած այս վերջի իրադարձությունից հետո հնարավոր է այնտեղ այլևս իրավիճակ փոխվի, բայց ընդհանուր առմամբ Իրանում ուզում էին, որովհետև երկիրը գտնվում է ծանրագույն պատժամիջոցների ներքո, տնտեսությունը չափազանց վատ վիճակում է, կաթվածահար վիճակում է։ Եվ իրենք ուզում էին գործարք, որ հնարավորություն կտար ճնշել տնտեսությունը, այսպես կշնչեր, այդ ծանր պատժամիջոցները պետք է հանվեին, փոխարենը Իրանի միջուկային այսպես օբյեկտները նորից դրվեին վերահսկողության ներքո, ինչպես որ 2015-ին է։ Բայց Թրամփի վարչակազմը մաքսիմալիստական պահանջներ դրեց, կարծում եմ։ Իրենք ասում են ընդհանրապես Իրանը չպետք է միջուկային այսպես էներգիա ստանա, չպետք է ուրան հարստացնի։ Ամբողջովին պետք է հրաժարվի միջուկային ծրագրից, նույնիսկ խաղաղ նպատակներով միջուկային էներգիա չպետք է ստանա։
Դա իհարկե անընդունելի էր Իրանի համար, եւ Իրանը այս հարցում փորձում էին կարծում եմ զիջումների հասցնել Իրանին, ստիպել որ նա զիջումների գնա, բայց դա կարմիր գիծ էր Իրանի համար, բազմիցս նշեցին, որ դա ուղղակի անհնարին բան է, իրենք այդ հարցում որևէ զիջման չեն գնալ եւ բանակցությունները տապալվեցին, իրականում շատ մոտ էին կողմերը համաձայնագրի ստորագրմանը, 1-2 կետ էր մնացել որ համաձայնեցնեն եւ այսպես Թրամփի վարչակազմը բանակցողները շատ այսպես մաքսիմալիստական դիրքերից հանդես եկան, առավելապաշտական պահանջներ դրեցին, իսկ Իրանի համար ուրանի հարստացումից հրաժարվելը դա անընդունելի է, որովհետև նաև դրանով միջուկային էներգիա են ստանում։ Որոնք են առանցքային մեզ հետաքրքրող են այսպես ասած շահառու երկրները, որ այս իրավիճակում փորձել են կամ կփորձեն, այսպես ասենք, մի պատառ փախցնել։ Դե իհարկե մեզ համար ամենակարևորը Ադրբեջանի վարկագիծն է այս պարագայում, որովհետև Ադրբեջան-Իսրայել համագործակցության մասին բոլորը գիտեն, բաց դրանից էլ Հայաստանի տարածքի նկատմամբ կարող է փորձեն լինեն, բայց անձամբ ես դրա հավանականություն մեծ չեմ համարում, որովհետև Ադրբեջանին միայն Իրանը չէ որ զսպում է, նաև Արևմուտքի գործոնը կա, որը ավելի ծանրակշիռ է իմ կարծիքով, Արևմուտքից բազմիցս հստակ մեսիջներ են եղել Բաքվին, որ եթե հանկարծ փորձեն Հայաստանի տարածքում տարածքից ինչ որ բնակավայր գրավեն կամ միջանցք ստեղծեն, դա նրա համար Ադրբեջանի համար ծանր հետևանքներ են ունենալու, թանկին է վճարելու։ Իհարկե Իրանից էլ են եղել մեսիջներ, նույնիսկ գործողություններ, զորավարժություններ են եղել սահմանի եւ այլն, բայց ընդհանուր առմամբ այստեղ միայն մեր բախտը բերել է, որ միայն Իրանի գործոնը չէ, նաեւ Արևմուտքի գործոնը կա։ Ես չեմ բացառում, բայց այնուամենայնիվ փորձեն ինչ որ սահմանային բախումներ հրահրել։ Ադրբեջանը ինչ որ մի փորձի ինչ որ սադրանքների գնալ, բայց Պես լայնամասշտաբ պատերազմ չեմ կանխատեսում։ Իսկ ընդհանուր առմամբ Ադրբեջանում հուշի-հուշով հետևում են այս իրադարձություններին։ Ադրբեջանում կան ստեղծվել են կայքեր, պետական ինչ-որ պետության կողմից ֆինանսավորվող, հովանավորվող հասարակական կազմակերպություններ, որոնք որ հավակնություններ են ցույց տալի Իրանի հյուսային տարածքների նկատմամբ, որտեղ որ ադրբեջանցիներ են ապրում, էթնիկ ադրբեջանցիներ, ատրպատականցիներ, այսպես ասեմ, ավելի ճիշտ կլինի ձևակերպումը այդպես ասենք։ Եվ այս մասով էլ Ադրբեջանում էլ կարծես թե կարող է ողջևորվեն Իրանի դեմ գործողությունից։ Իհարկե իրենք միանգամից այսպես գործողությունների չեն գնա, ինչ որ քայլերի չեն գնա, կսպասեն այնքան, որ Իրանը շատ թուլանա, նոր ինչ որ բաներ փորձեն անել, բայց դա էլ էլի այս բային ֆանտաստիկայի ժանրից է տա, Իրանը բավականին ուժեղ է, բավականին լավ ռազմական մեքենա է ստեղծել, ուժեղ բանակ է, իրանական բանակը աշխարհում լավագույններից մեկն է համարվում, այնպես որ Իրանին թե դրսից եւ թե ներսից ոչնչացնելը, ծնկի բերելը շատ դժվար է։ Հայաստանի դիրքորոշումն էին հայտարարություն արել գործնախարարության, հա, որ դատապարտում էր այս միակողմանի գործողությունները եւ այլն, քննարկում էին, ասում էին, որ Հայաստանը չպիտի շտապի այդպես միանգամից ասենք տողատակերում տեսել էին Իրանին պաշտպանությունը, ասում էին, որ Հայաստանը չպիտի շտապի եւ այդպես բռնի իրանական կողմը։ Եթե այդպես է, ապա ինչու։ Այո, այդպես էր իրականում, ի տարբերություն Ադրբեջանի, որը որ շատ հավասարակշռված հայտարարություններ արել, չեզոք, Հայաստանը ակնհայտորեն աջակցում էր Իրանին եւ դատապարտում Իսրայելի գործողությունները։ Իմ կարծիքով դա սխալ է, պետք է մի քիչ ավելի հավասարակշռված եւ չեզոք լիներ։ Որտեղ սա Ադրբեջանը օգտագործել է մեր դեմ, ես վստահ եմ։ Հետո այս հայտարարությունը տանելու է եւ Իսրայելում ԱՄՆ-ն ցույց տա իրենց դիվանագետները։ Եվ ես չգիտեմ ինչ հաշվարկներից ելնելով են մերոնք այդպիսի հայտարարություններ մեր դիվանագիտական ներկայացնում, դիվանագիտական, այսպես, ղեկավարությունը, արտաքին քաղաքականության պատասխանատուները։ Չգիտեմ հաշվարկը ինչի վրա էր հիմնված, բայց իմ կարծիքով սխալ է, մի քիչ կարելի էր ավելի չեզոք լինել, ինչը որ արեց Ադրբեջանի միջից իրենք կոչ են անում հանգստություն, խաղաղություն, կոնֆլիկտի լուծում խաղաղ ճանապարհով եւ այլն, այսքան բան, որը մեկին չէին դատապարտում։ Կարծում եմ մենք էլ պետք է նմանատիպ հայտարարություն ունենք։ Իսկ Ռուսաստանի դերը այս ամեն ինչում որն է։ Մեծ չէ Ռուսաստան դերը, որովհետև Ռուսաստանը ինքը այնքան խնդիրներ ունի, ինքը խրվել է ուկրաինական ճահճի մեջ
Եվ այսպես մեծ դերակատարում այստեղ չունի, այստեղ հիմնական դերակատարումը կարող է ունենալ ԱՄՆ-ն, նույնիսկ եվրոպական երկրները այդքան մեծ ազդեցություն չեն կարող ունենալ, եւ կարծում եմ հենց ԱՄՆ-ի միջնորդությամբ էլ կողմերը դադարեն փոխադարձարվածները եւ կնստեն բանակցային շտեղանի շուրջ առժամանակ կոնֆլիկտի թեժ մասը կդադարեցվի։ Իհարկե, ընդհանուր թշնամանքը չի վերանա, բայց գոնե փոխադարձարվածները կվերացվի։ Այս գործողությունից հետո Իրանին ավելի հեշտ կստիպեն, այսպես ասած, համաձայնության գալ։ Ես վստահ չեմ, որովհետև միշտ այդ ազդեցությունը բերում է հակազդեցության։ Եվ պատմությունն էլ ցույց է տվել, որ Իրանին շատ դեպքերում այդպիսի մեթոդներով չեն կարողանում ստիպել, որ ծնկի գա կամ ինչ-որ զիջումների գնալ։ Իրանին փորձերը միշտ էլ եղել են, բայց ամեն անգամ Իրանը ավելի է զորացել, երբ նայ մենք հետագից այդ պետության։ Տեսեք, սկսած Իրան-Իրաքյան պատերազմից, այն ժամանակ Իրանը շատ թույլ երկիր էր, ամեն ձև ճնշումներ էին գործադրում, Սադամ Հուսեյնին էին օգնում եւ այլն տարբեր ճանապարհներով, բայց դրանից Իրանը չթուլացավ մեծավ։ Իհարկե մեծ կորուստներ ունեցավ, 100,000-ավոր զոհեր ունեցավ, բայց դրանից հետո այն ժամանակի միջայլոց Իրանը նույնիսկ սեփական այսպես փամփուշտ չէր կարողանում արտադրել, այդպիսի պետություն էր։ Հետո պատերազմից հետո ոչ մեկ զենք չէր տալի, մոտավորապես մեր վիճակում էին հայտնվել։ Արևմուտքը չէր տալիս հայտնի պատճառներով, որովհետև իսլամական հեղափոխություններ էլ է ԱՄՆ-ի հետ հարաբերություններն էին խզել։ ԽՍՀՄ չէր տալի, որովհետև ԽՍՀՄ-ին էլ կարմիր սատանային համարում եւ այլն։ Եվ նույնիսկ պատերազմի ժամանակ մի ավտոմատը 5 հոգի օգտագործում էր, մեկը զոհվում էր, մյուսը գնում էր վերցնում դրան։ Այդպիսի վիճակում էր։ Հետո սկսեցին 10 տարի, կարծեմ 10 տարի իրենք սովորել են, թե ինչպես հրթիռ արձակեն։ Հետո սովորեցին հրթիռներ պատրաստել, դրանք կատարելագործեցին։ Այսօր մինչև 2000 կիլոմետր տեսնում ենք Իրանի տարածքից խփող հրթիռներ ունեն։ Այն ժամանակ Հեզբոլլահին ու Համասին էին տալի իրենց հրթիռները, որոնք որ անմիջապես սահմանին էին տեղակայ, բայց Իսրայելին ավելի հեշտ էր խոցել։ Հենց սահմանից հարվածել ավելի հեշտ էր։ Հիմա բուն Իրանի տարածքից են դաս թողում այդ հրթիռները, տեսնում ենք ինչ կատարելագործված հրթիռներ ունեն։ Ես վերջերս հականավային, այսպես ասեմ, հրթիռ էին տվել հութիներին, եւ հութիները խոցումներ են, ամերիկացիները ուղղակի ապշել էին, ոնց կարող հութիներին այսպես զենք ունենալ։ Իհարկե բոլորն է գիտեն, որ դա իրանական են, բայց շատ ճշգրիտ զենք էր, շատ ճշգրիտ զինատեսակներ ունեն։ Իրանի միակ չէ, երևի երկու խնդիր ունեն։ Օդը, իրենց հոպն է թույլ, սեփական հոպ փորձում են արդեն ինչ որ առաջին նմուշներն ունեն, բայց դրանք դեռևս շատ հեռու են արևմտյան եւ իսրայելական հոպ համակարգերի հետ համեմատվելուց։ Հոպ համակարգն է թույլ եւ կործանիչներ չունեն սեփական, բայց ասեմ որ այդ երկուսի ուղղությամբ էլ աշխատանքներ անում են։ Նաեւ կործանիչ են փորձում ստեղծել, արդեն առաջին այդ պրոտոտիպը կա, Քոսար է կոչվում, Քոսար կործանիչները։ Իհարկե դրանք էլ դեռևս լավը չեն, չի կարող համատվել արևմտյան կամ ռուսական կործանիչները, բայց ժամանակի հարց է, դրանք էլ կկատարելագործեն։ Ժամանակի ընթացքում դա էլ են ունենալու։ Եվ լավ կործանիչ են ունենալու, եւ լավ հոպ են ունենալու։ Նույնպես որ ես վստահ չեմ, որ ռազմական ճանապարհով կարող են Իրանին զիջումների դաշտ բերել։ Տնտեսական սանկցիաները, տնտեսական պատժամիջոցները ավելի էֆեկտիվ են, այն առումով լուրջ ազդեցություն են թողում Իրանի վրա եւ Իրանը ել եմ նշում, ել եմ գալի իմ խոսքին, որ պատրաստ էր, ուզում էր, որ միջուկային գործակցի, որովհետեւ ծանր տնտեսական պատժամիջոցները ուղղակի կատվածահար են արել տնտեսություն։ Միակ ճանապարհը ես այդ եմ տեսնում։ Պետք է միջուկային գործակցի, որից հետո Իրանի միջուկային օբյեկտները խիստ վերահսկողության տակ դնեն։ Այնտեղ նույնիսկ տեսախցիկներ էին դրել նախկին այդ պայմանագրով, ամեն վարքյան հետևում էին ինչա կատարվում, շուշուտ գալիս էին Մագատեի տեսուչները խիստ վերահսկողության ներքո էր, բայց չգիտես ինչու ԱՄՆ-ն Թրամփի վարչակազմը, անձամբ Թրամփը շատ մեծ սխալ գործեցին եւ դուրս եկան այդ միջուկային համաձայնագրից։ Դրա համար միշտ քննադատել են դեմոկրատները, հիմա այս դեպքերից հետո կարծում եմ ավելի քննադատեն Թրամփին։
Դուք եք Իսրայելի գործողությունները համարում գերճշգրիտ, եւ հետո մենք տեսանք տեղեկություններ, նաև տեսանյութեր, թե ինչպես է ամիսներ շարունակ Իրանի տարածքում Իսրայելը պատրաստվել է այս գործողությանը, տեղակայել անօդաչու թռչող հարվածային միջոցներ եւ այլն, եթե այդպես է, ապա Իրանի հետախուզությունը որտեղ է։ Այո, շատ բացառիկ փայլուն օպերացիան է իրականացել, սա պետք է ընդունել, որի համար առնվազն 6 ամիս ծախսել են, երկար ժամանակ այս միջոցառումներին մասնակցել են։ Դե Իրանի հետախուզությունը միշտ չի որ այսպես ճշգրիտ է գործում, շատ է թերացել։ Իսրայելը այսպիսի գործողություններ արդեն մի քանի անգամ, երկրորդ անգամ է անում։ Նախորդ տարվա հոկտեմբերին եղավ այնքան գերճշգրիտ էր, որ մարդկանց իրենց տան մեջ, իրենց ննջարանում ոչնչացրեցին։ Իհարկե դա բացառիկ օպերացիա, բայց նաև պետք է ընդունել, որ Մոսադն էլ զոր աշխարհի զորներից մեկն է, կարողանում է Սիրիա գործել։ Իմջայլոց երբ որ իրենց այդ հետախուզական օպերացիաներին նայում ես, այնքան հետաքրքիր բաներ կան իրար։ Ես հիշում եմ մի քանի տարի առաջ Մողես էին բերել Իսրայելից, որը մեկի մտքով չեն հասնում, բայց իրանցիները հասկացել էին հետո չէ պայն։ Մողեսը բերել են այդ միջուկային օբյեկտների մոտ բաց են թողել։ Բարձրացնում մողեսները այդ ճառագայթումների դեպքում փոխում են իրենց կաշվի գույնը, ավելի հեշտ է նրանց վրա զգացվում ճառագայթումների մակարդակ։ Բերել են եւ այդ միջուկային օբյեկտների մոտ ու իրանական հետախուզությունը ինչ որ մայք են գտնում է, հենց բռնացնում է միջուկային օբյեկտների մոտ մողեսը ձեռքին։ Միանգամից գլխի են ընկնում ինչա։ Մի խոսքով, այսպես բավականին լավ, շատ լավ, բացառիկ, այսպես ասեմ, բաներ են իրագործել օպերացիա։ Իմիջայլոց մի քանի օր առաջ նկատենք, որ նաև Իրանն էլ բացառիկ այսպես հետախուզական օպերացիա գործողություն իրականացրեց։ Իրենց տվյալներով մի քանի հազար գաղտնի փաստաթուղթ են գողացել Իսրայելից, Իսրայելի միջուկային հարցերի հետ կապված, նույնիսկ պարզել էին, որ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ամբողջովին համագործակցում է Իսրայելի հետ եւ այլն։ Դրանց մի մասը օրերս հրապարակվեցին, խոստացել են մնացած մասն հրապարակվել։ Երկուսի հետախուզությունն էլ ուժեղ է, այնպես որ բավականին լավ։ Ես հիշում եմ նաեւ մի քանի տարի առաջ իրանցիներին հաջողվել էր, որ իսրայելցի նախարարներից մեկին հավաքագրեն վեբով կանեն։ Այդ նախարարը երիտասարդ տարիներին չգիտեմ որտեղ գնացել է սովորելու եւ իրանական հատուկ ծառայությունները նրան հավաքագրել են եւ այս տարիներ շարունակ նրանց հետ համագործակցել նախարարը։ Այնպես որ Իրանն էլ աշխատում է Իսրայելի դեմ, բավականին հետաքրքիր։ Սա նաեւ հատուկ ծառայությունների պատերազմ է կողմերի, մեն այսպես զինվորականների պատերազմ չէ, նաեւ պատերազմի հատուկ ծառայությունների միջև։ Ինչը որ նաև, ասենք, կար Խորհրդային Միության եւ ԱՄՆ-ի միջև հառը պատերազմի տարիներին։ Սի բացառիկ այո, բացառիկ օպերացիաներ են կողմերին հաջողում անել։ Իսկ ընդհանրապես Իրանի տարածքում այո, խոցելի է, միգուցե ամբողջովին չի կարողանում վերահսկել Իրանը, որովհետեւ այնտեղ կան բազմաթիվ էթնիկ խմբեր ճնշված, որոնց հետ համագործակցում են իսրայելական հատուկ քրդերի հետ են համագործակցում, արաբների, բելուջների, իհարկե բելուջներն էլ մշտապես ապստամբական տրամադրություններ ունեն, մշտապես փորձել են ստեղծել Բելուջիստան պետությունը, այնտեղ կա ահաբեկչական կազմակերպություն հայտնի բելուջների, որոնք ժամանակ առ ժամանակ Իրանի տարածքում էլ ահաբեկչական գործողություններ են արել։ Իրանի տարածքում էլ կան այսպես խմբեր, բջիջներ իսրայելից կողմից ստեղծված, որոնք գործում են Իրանի դեմ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս իրանագետ Արմեն Վարդանյանն էր։